Իրական հավատքը ծնվում է այնտեղ, որտեղ ավարտվում են մարդկային հնարավորությունները։ Ողջույն, դուք դիտում եք Հավատքի ուժը հաղորդաշարը։ Այսօր մենք կտեղափոխվենք 1930-ական թվականներ եւ ես ձեզ կպատմեմ մի իրական եւ զարմանալի հրաշքի մասին։ Կալիֆոռնիա նահանգից Դեմոս Շաքարյան անունով մի գործարար, որի ծնողներն ի դեպ աստվածային նախազգուշացումով փրկվել էին հայոց ցեղասպանության ժամանակ, իր աշխարհի երջանկագույն մարդիկ գրքում վկայում է մի դեպքի մասին, որը շրջադարձային է եղել իր կյանքում եւ ավելի է ամրապնդել իր հավատքն Աստծո հանդեպ։ Մի մառախլապատ առավոտ Դեմոս Շաքարյանի քույրը Ֆլորենսը իր մեքենայով բախվում է ասֆալտապատող բեռնատար մեքենայի, որից դուրս է շպրտվում ճանապարհի երկայնքով թափված վառվող կպրածյութի մեջ։ Մի անցորդ նրան դուրս է քաշում փաթաթուն վերարկուի մեջ եւ իր ձեռքը գրեթե ամբողջությամբ այրելով հասցնում է նրան հիվանդանոց։ Բժիշկները հույս չեն տալիս, քանի որ նա ուներ երրորդ կարգի խորը այրվածքներ, ճզմված ու տեղաշարժված ձախ ազդր, կոնքի մի քանի կոտրվածքներ, որի հետևանքով ոսկորները խրվել էին նրա կենսական օրգանների մեջ։ Ուլտրաձայնային հետազոտությունից հետո բժիշկներն արձանագրեցին, որ եթե նույնիսկ Ֆլորենսի կյանքը հաջողվի փրկել, նա ընդմիշտ հաշմանդամ կմնա։ Շաքարյանների ընտանիքը խնդրում է եկեղեցուն ծոմով եւ աղոթքով լինել իրենց կողքին։ Օրեր շարունակ Ֆլորենսը գտնվում է հիվանդանոցում սարսափելի ցավերի մեջ, եւ մի օր Դեմոսը այլևս չկարողանալով տեսնել սիրելի քրոջն այդ վիճակում, դուրս է գալիս հիվանդասենյակից եւ ուղևորվում հայտնի ավետարանիչ Չարլզ Փրայսի մոտ, որի ծառայության ժամանակ Աստված բազմաթիվ հիվանդների էր բժշկում, եւ խնդրում է գալ ու աղոթել իր քրոջ համար։ Դեռ հիվանդանոցի ճանապարհին դոկտոր Փրայսը Դեմոսին ասում է. «Այսօր մենք ականատես կլինենք բացառիկ մի հրաշքի»։ Եվ այդ հրաշքն իսկապես կատարվում է։ Աղոթքից 1 օր անց հերթական ուլտրաձայնային հետազոտությունների արդյունքը ցնցել էր բժիշկներին։ Բոլոր ոսկորները տեղում էին, նկարում սովորական կոնք էր, իսկ ձախ ազդրը ճիշտ աջի նման։ Ֆլորենսը եւս 1 ամիս մնաց հիվանդանոցում, որպեսզի մեջքի այրվածքները բուժվեին, եւ նա տուն վերադարձավ լիովին առողջ։ Աստծո զորությանը սեփական աչքերով ականատես լինելը պատճառ հանդիսացավ, որ Դեմոսն ակտիվորեն աջակցի Աստծո մարդկանց ծառայությանը։ Եվ հետագայում նա սկսեց ամբողջական ավետարանի գործարարների միջազգային ընկերակցությունը, եւ նրա տեսիլքը մինչ օրս ոգեշնչում է հազարավոր գործարար մարդկանց իրականացնելու Աստծո կողմից տրված իրենց կոչումը։ Լսելով այսպիսի հրաշքների մասին, մենք հասկանում ենք, որ հավատքը ընտրություն է։ Վստահել Աստծուն, երբ չի երևում ճանապարհը, աղոթել, երբ նույնիսկ թվում է, թե պատասխան չկա, եւ մերժել հուսահատությունը, ապավինելով նրա ամենակարող զորությանը։